Հայտնել էինք, որ ժողովրդավարական Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ընդդիմադիր գործիչներին, падգամավորների, թեկնածուներին ճնշելու գործընթացը մեծ թափ է հավաքում։ Առն ու լրատվականը տեղեկացրել էր, որ ընդդիմադիր падգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գործընթաց է մեկնարկել։ Եվ այսպես Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորի թեկնածու Արմեն Վլադիմիրի Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործությունների գործով հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքասյանի նկատմամբ։ Իրավապահները փնտրում են Հայկ Սուքասյանին, սակայն պարզվում է, որ վերոնշյալ падգամավորների թեկնածուներից բացի մեղադրյալի աթոռին է նաև Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Վերժինե Ստեփանյանը։ Մեծ ասած տեղեկությունների համաձայն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել եւ մեղադրանք առաջադրել հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողություն գրավ բացակայելու արգելքը։